քիչ առաջ մեկնարկեց Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությունը, չեմ վստահում խորագրով, այս նախաձեռնությունը Իրանից ինչա ենթադրում։ Ուրեմն այս միջոցով մենք փորձում ենք իրազեկել մեր հանրությանը, որ ներկայիս իշխանությունները չեն պահում իրենց վստահելի ձևով, չեն կատարում իրենց պարտքը, իրենց քաղաքացիների նկատմամբ եւ չեն վարում այն քաղաքականությունը, որը որ մենք կուզենայինք տեսնել։ Այսինքն ներկայումս, բացի այն ամեն ինչը ինչ որ կատարվում է մեր երկրում եւ այս իրավիճակը, որի մեջ որ մենք հիմա ապրում ենք, ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կրող այդ կապույտ անձնագիրը ունեցող մի շարք քաղաքացիներ գտնվում են Բաքվի բանտերում եւ մենք չենք տեսնում ինչ որ մի գործողություն, որը որ իրականացնում է ներկայիս իշխանությունը մեր համակարգացիներին, մեր արունը կրող մարդկանց հետ բերելու համար հայրենիք։ Դա մեր համար անընդունելի է եւ այս լռության միջավայրը, որը որ նրանք ստեղծել են, դա նույնպես վստահություն չի ներշնչում եւ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաստատենք այդ անվստահությունը, հաստատենք այդ հանրության կողմից անվստահությունը ներկայիս իշխանության նկատմամբ եւ փորձենք անել ամեն ինչ, որպեսզի այս ներկայիս սառույցը կոտրվի եւ փոփոխություններ տեղի ունենան մեր երկրում։ Հանրության չվստահելու այս մթնոլորտում, այս տրամադրությունների ֆոնին իշխանությունները գալիք ընտրություններում վերարտադրվելու հնարավորություն ունեն, դուք տեսնում եք որպես քաղաքացի։ Նայեք, ընդհանուր պետական համակարգը ըստ ինձ կառուցվածքը այնպիսին է, որ ամեն բան հնարավոր է, ասեմ ինչու։ Հիմա ներկայումս ըստ ինձ իրականացվում է քարոզ, ինչ ձևով քարոզ, ոչ թե այն ձևով, որ ներկայիս իշխանությունները լավն են, եկեք իրանց ընտրենք, նորից բերենք իշխանության, այլ ոչ, ուղղակի չգնանք ընտրության, լինենք անտարբեր, ամեն մեկը զբաղվի իր գործով։ Այսինքն քաղաքականությամբ չզբաղվեն։ Այո, չզբաղվեն քաղաքականությամբ եւ վերջին նույն քաղաքապետի ընտրությունների ժամանակ մենք ականատես եղանք մի պատկերի, որ քվեարկության մասնակցեց շատ փոքրաթիվ քանակությամբ մարդ։ Եվ բացի այդ ամենը, բացի այն միտքը, որ կրում է այս ակցիան, նաև մենք ուզում ենք մեր համակարգացիների մեջ արտնասնենք, չգիտեմ, այդ անտարբերության, զգացողության կոտրված վիճակը, այո։ Ինչ է լինելու հետո այս ամեն ինչի հետ, ասենք ունեցակ բավական թվով կամ X թվով թերթիկներ, ինչ է կանելու, ինչ է կանելու։ Նայեք, այդ թերթիկները չեն կրում ինչ որ իրավական հիմք եւ չունեն իրանց տակ ինչ որ իրավական այդպիսի հիմքեր։ Թերթիկները իրանցից ինչ են ենթադրում։ Դա գործողություն է։ Այսինքն մարդ իրականացնում է գործողություն, ոչինչ։ Մարդ իրականացնում է գործողություն եւ այդ գործողությամբ կոտրվում է նրա անտարբերությունը։ Այսինքն հիմնական նպատակը ակցիայի իրազեկում կատարելն է եւ կոտրելը այդ մարդկանց մեջի անտարբերությունը։